4 ռոման նայել, սա մնացել է, ցանված չի։ Մարդիկ դատել են ուրիշ աշխատանք, ստաբիլ, ինչ-որ մի հիմնարկությունում գնացել են իրանց աշխատավարձով աշխատում են։ Մասիսի բնակիչ ֆերմեր Արարատը, ով 20 տարուց ավելի ցորեն է մշակում, դժգոհում է, ցորենի իրացման հետ կապված խնդիրներ է ունեցել։ Ասում է նախկինում 30-35 հեկտար հող ուներ, ցորենի ակտիվ մշակմամբ էր զբաղվում, հիմա 20 հեկտարի էլ հողը չի հասնում։ Ապրանքի դները դնալով ցածրանում են հրժեքը շուկայում։ Աշխատավարձի գինը բարձրանում է։ Շահութաբերությունը քչանում է դրա համար էլ ցանկերը չհաստում են։ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները նվազել են։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2023 թվականին Հայաստանում շուրջ 71.4 հազար հեկտար ցանքատարածություն է եղել, իսկ 2024 թվականին այն նվազել է մինչև 56.5 հազար հեկտար։ Սա վերջին 4 տարիներին Հայաստանում ցորենի ցանքատարածությունների ամենացածր մակարդակն է։ Նվազել է նաև ցորենի համախառնբերքը։ Եթե 2023 թվականին ունեցել ենք 177.9 տոննա ցորեն, 2024-ին այն նվազել է, հասնելով 120.3 տոննայի։ Էկոնոմիկայի նախարարը դեռ նախորդ տարի էր հայտնել, թե Հայաստանում հաշվարկներ են անում եւ տնտեսապես նպատակահարմար ծրագրեր են իրականացնում։ Հայաստանի Հանրապետությունում ցորենի արտադրությունը ինքը տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է։ Օրինակ 1 հեկտար ջրովի ուրեմն տարածքից ստացվում է 400.000 դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420.000 դրամ։ Ցորենի ցանքատարածությունները նվազել են մարզերի մեծ մասում, բայց բացասական միտումը առավել ակնառու է Տավուշի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի համոզմամբ ցորենի ցանքատարածությունների կրճատման պատճառը պետական քաղաքականությունն է։ Դժգոհումը պետական աջակցությունը կակտահարության ապահովագրությունն էլ հանեցին։ Գյուղացին մենակ մնաց կարկուտի ու երաշտի հետ։ Դրա համար էլ այս իրավիճակն է։ Շամբարներն իբրև թե կառուցում փողը վատնում է 0% սուբսիդավորված վարկեր արդեն որերորդ տարին է չկա, մարդիկ չեն կարողանում վարկ վերցնել եւ հայտարարեցին, որ գյուղացիները ցորեն ցանում են այն տարածքում, որտեղ կարկուտ է գալիս, կատարածեցին, իբրև թե իրականացած են ծրագրերը։ Իսկ վառելիքի դները ցածրացնեն ցածր դնով, պարարտանյութերը ցածր դներով բերեն։ Այդ դեպքում արդեն շահութաբերությունը բնական է, բարձրանա, մենք էլ փորձենք ավելացնել մեր ցանկերը։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով 4-րդ կարգի ցորեն ներկրեց Հայաստան, այն համարելով ճանապարհների ապաշրջափակման ուղղված կարևոր քայլ։ Սակայն փաստը մնում է փաստ, երկրի սննդային անվտանգությունն ավելի սուր հարցադրում է դառնում, երբ տեղական արտադրությունը նվազում է, իսկ կախվածությունն այլ երկրներից ներմուծվող հացահատիկից ավելանում։ Գյուղոլորտի փորձագետը վստահ է, եթե տեղացի արտադրողներին բավարար աջակցեն, ապա անհրաժեշտությունը չի լինի դրսից բերել։ Օրինակ է բերում, եթե պետությունը Շիրակում անցած տարի պատշաճ պայքարեր կրծողների դեմ ցորենի ցանքատարածությունները չէին ուտի, գործն էլ դրսից ներմուծմանը չէր հասնի։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։